Սիրելի հայրենակիցներ, ես վերջերս շատ եմ նկատել, որ ձեզ անդադար ասում են, որ աշխարհն էլ առաջվանը չէ, ամեն ինչ փոխվել է, եւ ձեր կյանքում տեղ գտած վախը, անկայունությունն ու անորոշությունը փորձում են ձևակերպել, թաքցնել հենց այսպիսի ձևակերպումների ներքո։ Բայց ես ձեզ պիտի խնդրեմ, որ դուք չզարմանաք եւ ընդամենը մի պահ լսեք այն միտքը, որ աշխարհը մեծապես սիրելի հայրենակիցներ շարունակում է նույնը մնալ։ Այո, շարունակում է նույնը մնալ, նույն անդադար պտտվող շահերն են, ուժերը, շարունակում է նույնը մնալ, որտեղ կեղծավոր ստանդարտներն են, մարդու կյանքի եւ իրավունքների նկատմամբ հարաբերական վերաբերմունքը, պատերազմները, պարտություններն ու հաղթանակները։ Բայց մի բան իրականում փոխվել է հարգելի հայրենակիցներ, բայց դա փոխվել է ոչ թե աշխարհում, այլ մեր երկրում, ավելի կոնկրետ իշխանությունում։ Դուք առաջ հարգելի հայրենակիցներ պատկանում եք աշխարհի այն հատվածին, որտեղ շատ կոնկրետ իրողություններ կային։ Հաղթած ղեկավար, հաղթած ժողովուրդ, իրեն պաշտպանող ու հաղթած բանակ, ու այդ միասնությունն ու ամբողջությունը, որը շարժվում էր ազգային ինքնության եւ նպատակների ճանապարհով։ Այդ պետությունում ահաբեկիչները հայ առաքելական եկեղեցուն ծառայող սրբազաններն ու հոգևորականները չէին հռչակվում, այլ մեր հայրենիքի սահմանները խախտել փորձող դիվերսանտներ, ովքեր իհարկե այդ դիվերսիայի համար պատժվում էին։ Այդ պետությունում քաղաքացիական դիրքորոշումը կալանքի հիմք չէր ամենևին, կամ հայոց ցեղասպանություն, Արարատ բառերն արտասանելը չէր դառնում ասֆալտին փռվելու հիմնավոր էություն, այլ ընդհակառակը բովանդակությունն էր իր ինքնությամբ ու պատմությամբ։ Աշխարհը մեծապես նույնն է, հարգելի հայրենակիցներ, հավատացեք, ուղղակի ձեր պետությունում իշխանությունը զավթված է օտար հատուկ ծառայությունների եւ գործակալական ցանցի օգնությամբ։ Ընդ որում, ձեզ իրավիճակը փոխել արգելում են բացառապես բանդիտիզմի գործիքակազմի կիրառմամբ։ Եթե ուզում եք խոսել պետությունից, ձեզ ասում են հանցագործեք, եթե ուզում եք խոսել հիշատակել հայրենիքը, ձեզ ասում են ագրեսոր եք, ձեզ անգամ պատրաստ են ասել, որ դուք պիղծ եք, եթե որոշել եք կանգնել հայ առաքելական եկեղեցու կողքին, այլ ոչ թե միանալ օրինակ Նիկոլի սեկտային։ Հարգելի հայրենակիցներ, աշխարհը շարունակում է նույն կերպ պտտվել եւ իրականում կա հնարավորություն սահմանադրական կարգը վերականգնելու, իրավական մթերքով ասած, անվստահության գործընթաց իրականացնելու։ Ձեզ այս տարիների ընթացքում փորձում են անդադար, այս 8 տարիների ընթացքում փորձում են անդադար այնպես անել, որ ձեր ու մեր պետության հոգեկերտվածքը փոխվի։ Տեղի չտակ, վերականգնման հնարավորություն իհարկե կա։